Բարև ձեզ, Factor TV-ի հյուրը անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանն է, ողջույն։ Այդ թվում ձեր կենտրոնի նախաձեռնությամբ Մայրաքաղաք Երևանում են հոկտեմբերի 21 եւ 22-ին Ադրբեջանի, այսպես ասենք, քաղաքասարակության ներկայացուցիչներ, քաղաքագետներ, նախ սկսենք հենց դրանից, ինչքանով է դա ճիշտ անվանել քաղաքասարակության ներկայացուցիչներ, արդյոք կա քաղաքասարակություն Ադրբեջան, թե ուղղակի նշենք փորձագետներ, այսպես իշխանության ուղղորդմամբ գործող եւ ինչու են Երևանում։ Դեք երևի եթե մենք փնտրենք քաղաքասարակության ներկայացուցիչներ Ադրբեջանում, որոնք համապատասխանեին բոլոր չափանիշներին ու ազատության մեջ կգտնենք, երևի այս գործընթացը դեռ տարիներ, գուցե տասնամյակներ շարունակվեր, այսինքն դուք ճիշտ գուշակեցիք մեղադրական տոնը հարցի մեջ, որ ինչու՞ չեք երկխոսում իրական քաղաքասարակության ներկայացուցիչներ։ Իրական քաղաքասարակության ներկայացուցիչները առաջինը մենք հասկանում ենք բոլոր այն սահմանափակումները, որ կան Ադրբեջանում, եւ պարզ է, որ մենք չենք կարող փոխել ուղղակի Ադրբեջանի իրողությունները, ու խնդիրն անում է, որ կա պաշտոնական երկխոսություն, որ ունի իր ձևաչափերը, սահմանափակումները, թեմատիկ բովանդակությունը, ու կա նաև ոչ պաշտոնական, հասկանալով առանձնահատկությունները այն ամենայն պետությունների ու նաև հասկանալով թեմայի յուրահատկությունը, հա, որովհետև մենք կարելի է ասել առաջի քայլերն ենք անում այս ուղղությամբ եւ ցանկացած փուլում եւ ցանկացած դրսեւորումներում նաև պետք է ասել, որ մեր հայ հասարակությունն շատ չափազանցված պատկերացում ունի քաղաքասարակության մասին, այդ առումով նաև հայաստանյան, հա, որովհետև եթե մաքուր քաղաքասարակությունների դիալոգ ենք մենք պատկերացնում, ինքը երբեք չի եղել, նաև մեր պատմության մեջ։ Միշտ իշխանության ուղղորդումը կա, դա նկատի ունեք։ Ուղղորդումը, սահմանափակումը ու նաև սահմանափակումը նրանով, որ եթե հավաքվում էին, ասենք, իսկապես ամենա հասարակության հենց ՀԿ-ներ այնպես, որ իսկապես անկախ էին, քննադատում էին իշխանություններում եւ այլն, իրենց քննարկումները, հա, նրա մասին են հիմնակում, որ մենք լավն ենք, դուք լավն եք, այս կոնֆլիկտը սխալ է, մենք տոլմա ենք ուտում, դուք էլ եք ուտում եւ այլն, ընդհանուր այաշտությունը, եկեք չկռվենք եւ այլն, ինչ արդյունքներ լինում, այդ արդյունքները չկան, հա։ Ու եւ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական գործընթացներում այս խնդիրը կա, երբ որ այդ ֆորմատին ենք գնում, երբ որ իսկապես մասնակիցները խնդիրներ չունեն եւ համաձայն են, որ այս կոնֆլիկտը աբսուրդային է, որ երկու կողմերն էլ ունեն իրենց խնդիրները եւ այլն եւ պատրաստ են այդ լուծումներին, իրենք շատ հեռու են այն իրականությունից, որ կա քաղաքական դաշտում, հա, այդ հարցը չէր լուծում։ Գիտեք, իսկ ինչ է տալիս, այսպես ասենք, իշխանությանը հարող փորձագետների այս քննարկումները։ Հարող ես օգտագործում եմ որպես չեզոք բառ, չօգտագործելու համար ուղղորդած կամ քարոզող եւ այլն բառապաշար, որ միգուցե տեղին կլիներ, բայց խուսափեմ այսպես։ Գիտեք, այստեղ ոչ թե հարողն է խնդիրը, որովհետեւ օրինակ ոչ մի արգելափակում քննարկումների հետ կապված չի եղել, նույնիսկ եթե ինչ-որ շփումներ կան, իսկ իրենք անխուսափել են այս ձևաչափում, խրախուսում են այն պատկերացումները եւ փորձել հասկանալ ինչ հնարավորություններ ունենք մենք այս ձևաչափում, հա, եւ ինչ լուծումներ կարող են լինել։ Ու այս առումով ինչն է Ադրբեջանի դեպքում եւ նաեւ ավտորիտար այլ պետությունների դեպքում այդ կապը, որ ավելի հստակ է քաղաքասարակության եւ պետության միջև, նաեւ թույլ է տալիս ավելի օպերատիվ որոշ հարցեր քննարկել, լուծել եւ հասցնել նաեւ քաղաքական որոշումների վրա ազդելու այդ հնարավորությունը կա։ Այսինքն սա ինչ որ իմաստով երկխոսություն է Ադրբեջան պետության հետ նրա մի թևի միջոցով, այսպես կոչված քաղաքասարակության։ Դե մի քիչ դա երևի համարձակ ձևակերպում կլներ, բայց այնուամենայնիվ իհարկե այդ դիրքորոշումները եւ այդ քննարկումները այնուամենայնիվ հասնում են նաեւ պաշտոնական մակարդակ եւ Ադրբեջանի դեպքում սա շատ ավելի արտահայտված, քան Հայաստանի դեպքում, այսպես ասենք, ու այն մթնոլորտը, գիտեք, այս նույն մարդիկ հիմնականում, որ հիմա հանդիպեցին Երևանում եւ տարիներով եւ նաեւ մարդիկ կան, որ տասնամյակներով նաեւ նախկինում են հանդիպել, բայց յուրահատկությունը նրանում էր, որ իսկապես կա փոփոխություն, հա, որովհետեւ նախկինում եթե այն օրակարգը, որ բերում էր հայկական կողմը, ինքը կամ արձագանք չէր գտնում կամ այսպես ասած ինչ որ արդյունք չէր ստանում քաղաքական ելքում, հա,
եւ այն, որ ադրբեջանցիներն են նաեւ մինչեւ 2020 թվականը խոսում, պետք է նաեւ խոստովանենք, որ մեր հայկական քաղաքասարակության պատկերացումներ, օրինակ Արցախի կոնֆլիկտի կարգավորման մասին մինչեւ 2020 թվականները նույնիսկ ավելի ռադիկալ էին մեծ մասի, քան իշխանությունների, հա։ Հիշում ենք Սերժ Սարգսյանի արտահայտությունը, որ պետք չի Արցախը ինձանից պաշտպանել եւ այլն եւ այլն, այսինքն մեր քաղաքասարակությունն էլ լինելով ավելի անկախ, այնպես չի, որ ավելի ես կասեի պատրաստ էր հասկանալ հակառակ կողմի պահանջները եւ նաեւ հումանիտար օրինակ խնդիրները եւ շատ ավելի ոչ զիջողական, շատ ավելի հայրենասիրական ճակատներում քաղաքականության կողմնակից էր, քան իշխանությունները նույնիսկ, հա, այսինքն եւ որ խոսում են շրջանների վերադարձի մասին, շատ ագրեսիվ էր մեր մոտ ռեակցիան քաղաքասարակության առաջին հերթին եւ որ խոսում էին, որ կարելի է փողզուջեմային ինչ-որ քայլեր անել, հա, այդ փախստականների ադրբեջանական վերադարձի կամ իրենց այդ քաղաքները, շրջանները եւ այլն, շատ ագրեսիվ էր հայաստանյան դրացիան ռեակցիան, սա պետք է նույնպես հասկանանք, բայց ինչն էր կարևոր այս փուլում եւ սա պետք է ընդգծել, իսկապես հակառակ կողմից կա տրամադրության փոփոխություն եւ ավելի դրական արձագանքներ, նույնիսկ այն հարցերին, որ նախկինում անտեսվում էին կամ ավելի ընդհանուր ինչ-որ պատասխաններով, որոնք ենթադրում են ոչ մի արդյունք այդպիսի այդ տպավորությունն է մոտ, որովհետև այն ամենայնիվ վերջին տարիների այս քննարկումների մի մասին մասնակից լինելով Հայաստանից դուրս այսպիսի հենց ես ասեի ոչ միայն կառուցողական, այլ հետաքրքրություն պրակտիկ ասպեկտներով, հա։ Եկեք հասկանանք, թե ադրբեջանական այս պատվիրակության հետ Երևանում ինչ է քննարկվել, մենք տեսել ենք ԱԽ քարտուղարի հետ հանդիպման կադր եւ տեսել ենք Դիլարա Էֆենդիևայի մասնակցություն, մարդ, որը ըմբաստորեն մասնակցել է Լաչինի միջանցքի փակման եւ քննարկում կար, թե ինչպես է թույլ տրվել ըստ էության Արցախի արգելափակմանը մասնակցած կեղծ, այսպես նարատիվներով անձի մուտքը Հայաստան։ Մենք պետք է ասենք, որ ես կարող եմ միայն սահմանափակ, քանի որ կա փոխպայմանավորվածություն, հա, որոշ քննարկման դետալներ չեմ կարող բացել, ինչ են քննարկել, բայց պետք է ասել, որ բոլոր թեմաները, որ առկա են հայ-ադրբեջանական օրակարգում, այդ թվում ցավալի թեմաները, այդ թվում հայաստանյան հասարակության անհանգստացնող թեմաները, այդ թվում գերիների թեմաները օրինակ, իրենք քննարկվել են եւ պարզ է, որ հայկական կողմը այդ հարցերը դրել է եւ մենք սպասում ենք հակառակ կողմի արձագանքին, հակառակ կողմը իր հարցերն է դրել, որ իրենք էլ ունեն օրինակ հումանիտար հարցեր կապված առաջին հատկապես պատերազմի ժամանակ մի քանի հազար կորած, անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի եւ այլն, այսինքն այս ամբողջ սպեկտրը քննարկվել է եւ հարց չկա հայ-ադրբեջանական հարաբերությունների, որ օրինակ ցենզուրայի տակ է մնացել կամ չի բարձրացանվել, ինչ վերաբերում է այդ մասնակցության եւ այլն, ես հիմա չեմ ցանկանում նույնպես խանգարելու համար հետագա ինչ-որ գործընթացներին մեկնաբանել դա, բայց իհարկե հայկական կողմի համար սա նույնպես խնդիր է, որ իսկապես պետք է հասկանանք ինչպես ենք լուծում։ Իսկ հնարավոր է ինչ-որ զտել մասնակիցների ցանկը, ասել սա պետք է չգա կամ եթե հայաստանյան փորձագետներ այցելելու լինեն Բաքու, նրանք ինչ-որ պայմաններ դնեն, որովհետև խոստովանենք կոնֆլիկտը այնպիսի առճակատում, այն պիկեր է ունեցել, որ երևի չգտնվի մի հայ, որը այն նրանց նկատմամբ ինչ-որ կատեգորիկ պնդումներ չի արել եւ չգտնվի մի ադրբեջանցի, որը այս կողմի նկատմամբ կատեգորիկ պնդումներ չի արել, բայց նաեւ իհարկե չեն կարող չնկատել նրբանկատության անհրաժեշտությունը հատկապես Արցախի բռնի տեղահանումը հաշվի առնելով։ Ես կասեի հատկապես այն արձագանքը, որ մենք ունենք մեր մեդիայում եւ հանրային խոսույթում, իհարկե այս խնդիրը ցույց է տալի, որ այս խնդիրը կարեւոր է եւ եթե անուշադիր լինենք այս խնդրի նկատմամբ, ինքը կարող է անցանկալի հետևանքներ, ավելի վատ ազդի հենց այս գործընթացի վրա, իսկ այս գործընթացը ենթադրում է, որ պետք է լինի շարունակական, պետք է լինի բավականին ինտենսիվ տեմպերով եւ սա է նաեւ տարբերությունը եւ պետք է լինի երկկողմանի, այդ թվում երկու երկրների այցելության հետ կապված, ու սա է տարբերությունը բոլոր նախկին
նման գործընթացների, թեև կային օրինակ եւ նախկինում 90-ականներին, 2000-ականների սկզբին եղել են ադրբեջանցիներ, որ այցելել են Հայաստան եւ հայաստանյան հասարակության մեդիա ներկայացուցիչներ, որ Ադրբեջան, մենք հիշում ենք 2019 թվականին նույնիսկ վերջին այդպիսի փորձը եղավ, բայց որ ինքը շարունակական բնույթ է եւ որ արդեն քննարկվող խնդիրները ավելի մոտիկ են գետնի հաղողի վրա կատարվող իրականությանը եւ նաեւ փորձում են պաշտոնական մակարդակից ավելի լայն շրջանակներ ներգրավել այս գործընթացի մեջ, հավատով ենթադրում է, որ պետք է նաեւ շրջանակներ ընդլայնվեն։ Սա նոր ինչ որ գործընթաց է եւ կարծում եմ իհարկե այդ խնդիրը կա ու ես կարող եմ ինձ հիշել 2020 թվականի նոյեմբերին ես Facebook-ում գրառում է արել եւ որ պարզ էր որ հայկական զինուժը թողում է Արցախի շրջապատող հատկապես Աքելբաջար Լաչին Աղդամի շրջանը եւ դուրս է գալիս հայկական զինված ուժերը բնակչություններ դուրս գալիս ես գրառում գրեցի որ պետք է ընդհանրապես ականապատել, թունավորել, նույնիսկ եթե միջուկային ինչ-որ թափոններ կան լցնել Արցախը, որ այդտեղ ադրբեջանցիները չկարողանան բնակվել հարյուրամյակներով եւ հիշում եմ ադրբեջանցիները սկրին են արել եւ հետագայում նաեւ տարբեր խմբերում տարածում են, որ տեսեք ինչ խաղաղասեր մարդ է Սամվել Մելիքսեթյանը, բայց այն ժամանակ ես անկեղծ այդ էմոցիաները վերապրում եմ եւ պարզ է որ իրենց մոդել կա նման մարդիկ, այսինքն ես Բայց նրանք ինքնահայեցման տրամաբանություն ունեն, որ մեր օգտագործած բառապաշարական, ասենք մարդկանց 9 ամիս սովամայության ենթարկելը այն գործիքակազմը չէր, որով պետք է խոսեն Արցախի հայերի հետ։ Ուզում եմ ասել, չստացվի այնպես, որ այդ ինքնահայեցումը միայն հայաստանյան կողմում լինի փորձագիտական, քաղաքական գործիչներ, թե հանրության լինի երկուստեք ընդհանուր ավելի խաղաղ ապագա կառուցելու իմաստով, որովհետև լինելով պարտված կողմ այդ ինքնահայեցումը որպես կապիտուլյացիոն ինչ-որ ակտ չդառնա, որ ամեն ինչում մենք ենք մեղավոր, միայն եւ միշտ մենք ենք մեղավոր, մենք անարդար ենք վարվել եւ այլն, չհասնի դրան, էլի, այսինքն հա, մի քիչ այսպես հավասարություն կա ամեն։ Իհարկե, այդպիսի արդյունք անընդունելու, կարծում նախկին հանդիպումների ժամանակ բոլոր որ եղել են, իհարկե եղել են տարօրինակ արտարոց դրսևորումներ, բայց միշտ առնվազն տարբեր փաստարկներով եւ երկխոսությամբ օրինակ այն ձևաչափերին, որ ես մասնակցել եմ, հաջողվել է այդ երկկողմանի բնույթ առնվազն ցույց տալ ու գիտեք ինչ մի խնդիր կա, երբ որ դու օբյեկտիվորեն ընդունում ես նաեւ այն խնդիրները, որ ունեն իրենք կապված հայկական զինուժի գործունեությունների հետ, հատկապես առաջի պատերազմի ժամանակ եւ այլն ու անկեղծ փորձում ես հումանիտար հարցադրումը դնել երկու կողմերի համար, ոչ թե որ մենք միշտ ուժել ենք, ինչ որ ձեզ հետ արել ենք արդարա, այլ որ մենք էլ ենք ձեր նկատմամբ անարդար եղել, դուք էլ եք անարդար եղել, եւ սա մեզ համար շատ ծանր ողբերգություն է, խնդիր է, որ դեռ երկար ժամանակ չի լուծվելու եւ դուք ունեք այս խնդիրները, որ նույնպես ակտուալ են եւ լինելու են ակտուալ եւ այլն եւ պետք է մենք անկեղծ փորձենք սա որպես կոնֆլիկտի հետևանքներ մեղմացնել հիմա քաղաքական կարգավորման, որովհետեւ մենք հիմա խոսում ենք քաղաքական կարգավորման եւ reconciliation, այսինքն հարաբերությունների լավացման, հա, այսինքն բուժման նույնիսկ ես կասեի, որը ավելի երկար եւ ավելի ես կասեի ապագայի խնդիր է, որովհետեւ հիմա հենց մեր հասարակությունների յուրահատկություններից ելնելով եւ կոնֆլիկտի ժառանգության եւ այն արդյունքների, որ հիմա կա, իմ պատկերացմամբ անհնար է հենց երկրորդը, բայց հնարավոր է քաղաքական կարգավորումը մի քիչ ավելի լայն կոնտակտների ընդլայնումով, հա, այս խնդիրը կա հիմա։ Իսկ ապագայի համար իհարկե ես կասեի, որ եթե նայում ես խնդրին ադրբեջանցու աչքերով, մենք ունենք այդ միակողմանի եւ վարդագույն ակնոցներով ընկալումը եւ ինչպես նշեցի, օրինակ մենք չենք ընկալում, որ նույն մեր դաշտում այնինչ նորմալ է եղել, որ նույնիսկ ծաղրում էինք, ասենք, որ Աղդամը երբեք իրենցը չի լինելու կամ ուրա ձեր Աղդամը եւ այլն եւ այլն։ Ես այդ ցանցերի բանավեճերը վաղուց հիշում եմ եւ ներգրաված էին շատ տարբեր մարդիկ, այդ թվում քաղաքասարակության հայտնի դեմքեր, հա, բավական այդ ամենի մեջ եւ իրենք են որ հիմա այդ ամենը անում։ Սա բավական ինֆանտիլ սինդրոմ է երկու կողմերից էլ, բայց իմ կարծիքով եթե մենք կենտրոնանանք հիմա դրա վրա, այլ ոչ քաղաքական լուծումների, մենք էլի տանուլ ենք տալու, հա։ Ցավոք սրտի մեր հարաբերությունները շատ
վատ են, շատ մենք չունենք օբյեկտիվ ինչ-որ միջնորդ, որ կարգավորմանը կարող է նպաստել բոլոր տարերով, ոչ միայն քաղաքական կարգավորման, այլ հասարակությունների կարգավորման եւ այլն եւ այլն։ Շատ լավ, մենք այսպես կոնֆլիկտի թեմով կշարունակենք։ Ինձ հետաքրքիր է ադրբեջանցի փորձագետներ ոնց հասկացա Երևանում են եղել, արդյոք շրջել են Երևանում, զբոսնել են, ծանոթացել են քաղաքին, որովհետեւ ես ասենք նայել եմ ադրբեջանական տարբեր պրոպագանդիստական տեսանյութեր կործանվող Հայաստանի մասին, որ ամենուր հարց աղերսող մարդիկ են, տնտեսական այսպես վիճակը վատթար է, բոլորը փախչում են, բոլորը հիվանդ են, սոված են եւ Հայաստանում միայն գազ-24 մեքենաներ եւ ժիգուլիներ են քշում, հա։ Արդյոք այդ մարդիկ նման պատկերացումներ ունեն եւ ինչ որ բան փոխվել է իրենց պատկերացումների մեջ, այսինքն տեսել են հայերը ոնց են ապրում, ինչ միջավայրում են ապրում, ես հասկանում եմ մի քիչ ծիծաղելի կարող է հնչալ, որ մենք այս մակարդակի վրա ենք գտնվում, բայց այդպիսին է իրադրությունը, շրջեցին քաղաքում։ Այո, շրջեցին ու իրենք մասնակիցներն էլ նաեւ գրել են դրա մասին, նկարներ են տեղադրել նաեւ զբոսանքի եղել են մատենադարանում եւ պետք է ասել, որ առնվազն մասնակիցների մի քանիսի մոտ շատ անկեղծ եւ մեծ հետաքրքրություն առաջացավ նաեւ այդ մշակութային տարբեր ծրագրերի նկատմամբ, այդ օրինակ մենք ունենք հայատար թուրքալեզու գրքեր, գրականություն, որը նաեւ թուրքական տարբեր լեզուների պատմական ինչ-որ փուլերի զարգացման պարզաբանելու համար նույնիսկ միակ սկզբն աղբյուրներն են, օրինակ խփշաղերեն է տեքստերը եւ պարզ է, որ իրենց ընկալումն էլ փոխվեց եւ առաջին օրը հատկապես եւ որ զբոսնեցին քաղաքում երևում էր ոնց այդ լարվածությունը փոխվում ավելի շատ հետաքրքրասիրությամբ եւ նույնիսկ զարմանքով որոշ հարցերում, հա, որովհետեւ իսկապես շատ Երևանը հանգիստ քաղաք է ու այդ ինքը տրամադրում է, որ ոչ մի ագրեսիվ դրսևորում, նույնիսկ փողոցում ճանաչեցին ադրբեջանցի մասնակիցներից մի քանիսին, այսինքն մեկին եւ դա էլ է շատ ենթադրում եմ ում է ճանաչել Ֆարհադին, այո, եւ էլի շատ որ ամենահայտնին էր նրանցից, հավանաբար ու ամենաբարձրն է բոյով, եւ ինքը զարմացավ, որ իրեն չեն հոշոտում Երևանը։ Ինքը դրա մասին իմ հիշելով գրել է նույնիսկ, հա, իհարկե։ Եվ սրանք էլ են կարևորը, որովհետև այս կտրվածությունը իրարից, հա, նաև հասարակություններից դեմոնացման մի փուլ է եղել, որը բավականին խորը արմատներ։ Այո, ու իրենք ունեն շատ մասնակիցների մի մասը եւ ադրբեջանական պետք է հասկանալ նաև քաղաքասարակության բոլոր առումներով եւ ճակերտներով եւ ոչ Հայաստանի մասին եւ խոր պատկերացումներ, բայց դրանք հիմնականում վերացական տեքստային կամ ինչ-որ վիզուալ ինֆորմացիան, որ ասենք հետևելով մեր լրատվականներին, գրականություն կարդալով շփումներով, բայց որ անմիջապես տեսնում են եւ այդ կոնտրաստը եւ այդ, այսպես ասած, ընկալումները փոխվում են։ Ֆարհադը մի խոսքով անակնկալի եկավ իր նկատմամբ վերաբերյալ։ Դե ես չեմ կարող իր փոխարեն պատասխանել, բայց այն, որ իսկապես այդ փոփոխությունները ու այդ ազդեցությունը շփումների կա, ինչքան շատ լինեն այս շփումները, մենք պետք է հասկանանք, որ չեն կարող այդ շփումները առաջինը բոլոր մասնակիցների վրա նույն ազդեցություն ունենալ եւ իհարկե նաեւ չեն կարող լրիվ փոխել այնպես, որ մենք դառնալու ենք, չգիտեմ, լավագույն ընկերները կամ լրիվ կիսելու ենք միմյանց կարծիքները։ Դրա մասին խոսք չկա, իսկ անվտանգություն ուղեկցում էր, թե անվտանգությունը ուղեկցում էր, իհարկե այդ առումով նույնպես իրենք բավականին շնորհակալ էին, բայց նաև իրենք, ինչպես նշեցին, նաև մի քիչ անսպասել էր, որ այսպես սովորական կարող է լինել, հա, ու իսկապես նաև նշում էր, որ լիք բաներ ինչքան ենք մենք նման, օրինակ նախկինում հիմնական Թբիլիսիում են, եթե հանդիպումները, միշտ արդեն նշվում է, որ հայկական ու ադրբեջանական նաև միջավայրերը, մշակույթը դե խոհանոցի եւ այլն շատ ավելի նման են, ու եթե նախկինում դրա մասին վիճում էին, հիմա ավելի շատ դա նաև որովհետեւ վիճում են էլի տեքստային տարբերակով, իսկ երբ որ նստում ես ու տեսնում ես նույն մոտեցումները, նույն նիստուկացը ձևը, դա նույնպես զարմացնում է, հա, որովհետեւ փաստորեն ավելի շատ ինչ որ ընդհանուր բաներ կան, բայց իհարկե սրանով հրապուրվել նույնպես պետք չի, դեռ շատ երկար մեծ գործընթաց է սպասվում եւ Հայաստանին եւ Ադրբեջանին
Եվ կարևոր է, որ կա ինչ-որ դրական ընկալումներ նաև այս գործընթացից եւ կան փոփոխություններ հողի վրա, հա, հենց այդ հանդիպման օրը ադրբեջանական կողմը հայտարարեց, որ արդեն Ադրբեջանի տարածքով հնարավոր է երկաթուղային տրանզիտը Վրաստանով Հայաստան։ Սա իմ կարծիքով կարևոր ձեռքբերում է եւ կարելի է նաև քննարկել հետագա քայլերը այս դրամաբանությամբ եւ որ մենք կարող ենք մասնակի ապաշրջափակել կոմունիկացիաները, հա, Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ Հայաստանը կողմ է Հայաստանի տարածքով ավտոմոբիլային տրանզիտով, հա, դեպի Մարգարա կամ Մարգարայից դեպի Ադրբեջան Նախիջևանով կամ այլ ուղղությամբ։ Հավանական զարգացում է դա, որ Թուրքիա եւ ադրբեջանցիները նախընտրեն Հայաստանի տարածքը օգտագործել, որովհետեւ դա կնշանակի ապաշրջափակում իրենց համար, եթե Հայաստանն էլ կարողանա նրանց տարածքով բեռներ, առաջին հերթին բեռներ անցկացնել, ապաշրջափակում մեզ համար, այսինքն մենք կունենանք ապաշրջափակում գոնե բեռների մակարդակում։ Այո, դա կլինի տնտեսական, այսպես ասած, որոշակի նաև համագործակցության նախադեպ։ Հավանականություն կա, ինչ եք մտածում։ Կարծում եմ հավանականություն կա ու կարծում եմ այս հարցերը կարելի է քննարկել ու կարծում եմ սա ամենահավանական առաջնային քայլերն են, որովհետև մարդկային օրինակ ավելի շատ ուղևորների օրինակ անձի հետ կապված կան դեռևս մտավախություններ անվտանգության հետ կապված, երկաթուղային կամ բեռնատարներով փոխադրումները տարբեր անվտանգային գուցե երաշխիքներով ամենահավանականն են եւ իհարկե այս ուղղությամբ իմ կարծիքով պետք է խորացնել եւ այնպիսի իրավիճակ ստեղծել, որ դա արդեն փոխշահավետ լինի, այսինքն ինչքան որ իրենք հնարավորություն ունենան իրենց կոմունիկացիոն խնդիրները լուծել Հայաստանի տարածքով, այնքան շատ հնարավորություններ տրամադրեն մեզ իրենց տարածքով կապնվել Կենտրոնական Ասիայի հետ, Ռուսաստանի հետ, հա, որտեղ Ռուսաստանի հետ մենք կարող ենք արդեն իսկ ունենալ երկաթուղային կապ, սա շատ կարևոր։ Ես ենթադրում եմ դատելով նաև օրինակ 10, 15, 20, 25 տարի առաջվա նախադեպից, երբ որ հայ եւ ադրբեջանցի փորձագետները, լրագրողները, պաշտոնյաները դա էլ եղել է, այցելում են, դա երկուստեք է, այսինքն ենթադրությունս է հայ փորձագետները միգուցե ձեր, հա, այս լինի Բաքու, սա ինչի մասն է իրականում, արդյոք այս երկրորդ շերտի դիվանագիտությունը սովորաբար գործում է այն պարագաներում, երբ որ քաղաքական հարաբերություններում կա առաջընթաց, եթե չկա այդ առաջընթացը, այս գործիքակազմը կարող է ոչ արդյունավետ ու մի քիչ էլ արհեստական լինել, եթե անկեղծ ասենք, որովհետև այո, երկխոսում են փորձագետները, բայց եթե քաղաքական գործիչները անտագոնիստական հարաբերությունների մեջ են, սա արդյունավետության պակաս կարող է ունենալ։ Այս իմաստով ինչ սպասել առաջիկայում եւ ինչին է միտված այս process-ը։ Գիտեք, թե նախկինում բոլոր այս փորձերը բավականին ստատիկ վիճակում են եւ որ հարաբերությունները չեն փոխում քաղաքական կամ կար բարձրաստիճան պաշտոնյաների կոնտակտ, բայց հողի վրա փոփոխություն չկար։ Հիմա կան նախ նույն Վաշինգտոնյան պայմանավորվածությունը, այս երկկողմանի փոխհստացության մթնոլորտ ամրապնդելու ուղղված կոչը եւ որոշումները նաեւ Աբու Դաբի հանդիպման ժամանակ մենք հիշում ենք այդ press release-ում կարդացինք Կոպենհագենի հանդիպման ժամանակ այդ նաեւ հայտարարությունը կար, այսինքն ու նաեւ ինչպես նշվեց արդեն տրանզիտի էս հարցը կա մոտ ապագայում գուցե նաև այլ դրական զարգացումներ լինեն, այսինքն կան փոփոխություններ եւ այդ դինամիկան երևում է, հա, որ մենք ունենում ենք նոր ինչ-որ թեև փոքր, բայց ձեռքբերումներ ու ինչպես նշեցի, եթե նախկինում ինչ-որ հարցեր ավելի վերացական, ավելի հումանիտար բնույթի, գիտեք, կային քննարկումներ, էլի վերադառնալով երևի հարցի առաջին մասին, եւ որ շատ բարիդրացական մթնոլորտում ադրբեջանցիների հետ մենք հիշում ենք ինչ-որ ընդհանրություններ, նաև այն, որ նախկինում հաջողվել է ապրել, ինչ որ առանց կոնֆլիկտի իրենք հիշում են իրենց հարևան հայերին, հայկական կողմից հիշում են հարևան ադրբեջանցիներին, մարդիկ կային, որ հիշում են նաև, որ հարաբերությունները հաջողվել է պահպանել հետագայում, որ իրենց ընկերների միջոցով նույնիսկ հանել են հարազատների դիակները, դեռ առաջին պատերազմից հետո 90-ականներին, 2000-ականներին Ադրբեջանից կամ Հայաստանից եւ այլն, բայց այդ բարի զրույցները ոչինչով չէին ավարտվում
Ու ինչպես նշեցի, հիմա կարծում եմ ավելի պրակտիկ հարցերի մասին է քննարկումները եւ հարցերի, որոնք ենթադրում են, որ արդյունքում լինելու են ինչ-որ լուծումներ, հա, ու սա այդ տարբերությունն է, որ նաեւ տարբերությունն անում, որ երկկողմանի է, հա, այսինքն ենթադրում է, որ արդեն Հայաստան, Ադրբեջան առանց միջնորդների եւ նաեւ այցեր պետք է լինեն թե Ադրբեջանից Հայաստան, թե Հայաստանից Ադրբեջան, պետք է այդ շրջանակը ընդլայնվի եւ նաեւ կարծում եմ սա այն փոքր տարբերությունն է, որ հուսադրում է, իսկ ոչ մի երաշխիք իրականում, որ ասենք այս գործընթացը նույնպես կարող է վատ ավարտվել, իհարկե կարող է, բայց եթե հիմա չփորձենք եւ այս պայմաններում էլ ինչ որ սպասենք, որ միայն քաղաքական պայմանավորվածություններով ինչ որ արդյունք կլինի կամ եթե չլինի, ինձ համար միշտ կարեւոր է այդ հաջորդ քայլը, լավ, ինչ ենք անում, ձախողվի, մենք ունեցել ենք բազմաթիվ փուլեր, որ ձախողվել են, բայց ինչպես նշեցի, ինձ համար կարեւոր է որ նախկին փուլերում այս փոքր տարբերությունները այնուամենայնիվ չեն եղել, եթե հնարավոր է քննարկել որոշակի հարցեր, որոշակի լուծումներ փորձել գտնել, իսկ ինչու է նաև այս ֆորմատը կարևոր, որովհետև պաշտոնական ֆորմատով կան տարբեր սահմանափակումներ, այստեղ ավելի ազատ կանելի է գրեթե ցանկացած գաղափար, ցանկացած լուծում, միտք քննարկել եւ դա թույլ է տալիս իմ կարծիքով նաև որովհետև այդ այն ինչ խոսվում է հետագայում տեսնում ես որ ինչ որ դրա մի մասը քաղաքական հայտարարություններում է հնչում կամ հակառակողմ ավելի լավ հասկանալով իրենց ընկալումները նույնիսկ հարցազրույցներն են փոխվում նույն վերլուծաբանների իհարկե այստեղ կա նաև քաղաքական կամքը վերևից որովհետև եթե չլինի իրենք չեն կարող անկախ ասենք փոխել այդ հռետորաբանությունը բայց կարծում եմ այդ շփումները նաև իրենց ներսում որոշակի փոփոխություններ են բերում, որովհետև ավելի լավ են հասկանում ինչ է կատարվում Հայաստանում եւ ինչ ընկալումներ մենք ունենք եւ արդյոք իսկապես իրենց համար դեռ ինչ որ ասենք նայեք Ադրբեջանում կա ընկալում, որ այս ամենը ինչ որ կատարվում է, սա հայկական կողմից նաեւ ինչ որ խորամանկ խաղ կարող է լինել, որ վերջում մենք էլի մեր, այսպես ասած, ռևանշիստական ներքինը արտանալու է եւ պատերազմ է սկսվել։ Ինչ որ հա կարող ենք այս գործընթացը ավարտել ոչ մի բանով եւ կարող ենք էլի տարածքային պահանջներ Ադրբեջանից եւ այլն եւ իրենք քանի որ 30 տարի այն իրավիճակում են գտնվել կամ գուցե ավելի ծանր ինչ որ մենք 2020-23 թվականից հետո հա ունենալով փախստականներ, մեծ տարածքների կորուստ, նայեք մենք հիմա Ադրբեջանը 92 թվականից գրավել է Արցվաշենը 2021 թվականից սահմանային հատվածները, բայց մենք չունենք կորցրած բնակավայր բացի դա։ Իրենք կորցրել են 7 շրջկենտրոն, որտեղ ընդհանուր բնակչությունը երևի մի 100,000 էր համարյա հասնում կամ քիչ էր, բայց Աղդամը 28000, Ֆիզուլին 17000, հա, ու 7-ից 13-14000 մյուս շրջկենտրոնները, այսինքն մեծ թվերի մասին, բացի դրանից հարյուրավոր գյուղեր եւ այլն ու մոտ 30 տարի այդ հարցը լուծում։ Իրենց մոտ այդ բանավեճերն էլ են արգելված եղել, այսինքն կամ եթե եղել են շատ ավելի շատ ագրեսիվ ձևով ճնշվել են։ Ու մոտ 30 տարի իրենք եղել են այս իրավիճակում, ու մինչև հիմա այդ անվստահությունը Հայաստանի նկատմամբ եւ հայերի նկատմամբ, որ նաեւ պատմական արմատներն են եւ մենք էլ չենք իրենց վստահում, շարունակվում է։ Ու շատ դժվար է, գիտեք, ինքնությունը, նույնիսկ եթե կրթված ադրբեջանցիների հետ է շփվում, որ շատ գիտելիքներ ունեն եւ Հայաստանի մասին, իրենք ունեն նաեւ այդ իրացիոնալ վախերը եւ իրացիոնալ ընկալումը, որ հայերը այնուամենայնիվ վտանգ են իրենց համար, ու մենք ունենք նաեւ մեր դաշտում, հա, ու երբ որ սկսում ես ավելի խորքային շփվել, նաեւ ցույց է տալիս, որ իրենց պատմությունն է հասկանում իրենց յուրահատկությունները գիտես, հա, կամ ավելի այդպիսի թեմաներով շփվելով, իմ կարծիքով իրենց ընկալումն է սկսում փոխվել կամ հարցեր են առաջանում, որ այնուամենայնիվ մենք շատ նման ենք այս նաև այս վախերի առումով, այդ անվստահության առումով, եւ մեզ թվում է, որ իրավիճակը տարբեր է, բայց իրականում տարբեր չէ, հա, կա։ Նույնիսկ ես չգիտեմ քաղաքական որոշումների ընդունողների մոտ այդպես է հավանաբար կլինի, բայց քաղաքասարակության վերլուծաբանների եւ այլն մոտ կա այս ընկալումը եւ կան այս վախերը։ Դե դեմոնացիայի դեմոնիզացման քաղաքականությունը շատ երկար տարվել է եւ դուք վստահ եմ ինձ լավ գիտեք, ասենք հայատայությունը ինչ
քաղաքական ռեսուրս է ընդհանրապես եղել Ադրբեջանում իշխանություն պահելու եւ այսպես ասենք կոնֆլիկտը ինչպիսի վառելիք է եղել ներքին համակարգեր պահելու իհարկե եթե անկեղծ լինենք Հայաստանում են տարբեր իշխանություններ թուրքը կտեսնի կուրախանա տրամաբանության մեջ ճնշել են ազատ խոսքը հակաժողովրդավարական զարգացումներ տեղի ունեցել արդյոք ամեն դեպքում առաջին դեմքերը չի որ վերջնարդյունքը պետք է տան եթե մենք օրինակ 1 ամսից 2 ամսից տեսնենք շատ ծայրահեղական հայտարարություններ ասենք Ադրբեջանի նախագահից հաջորդ ձեր քննարկումներ միգուցե չկայանան կամ այսինքն դուք չեք կարող խուսափել այն քաղաքական ֆոնից այդ թվում հավանական լարվածությունից եւ այլն որ կարող են լինել օրինակ պայմանավորված 26-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունները մենք չգիտենք ինչ քաղաքական դասավորություն կլինի եթե այս իշխանությունը հեռանա այլ իշխանություն գա միգուցե ավելի արմատական դիրքորոշում բռնի եւ հրաժարվի նրանից այն ինչ որ այսօր կա այս իմաստով ինչքանով է արդյունավետ էս հանդիպումները եւ ինչ սպասել ես ձևաչափ չեմ պատկերացնում որ կարող է արդյունավետ լինել սպասվող անորոշության պայմաններում հա այսինքն ընտրությունների գործոնը միշտ կա ու լինելու է ու նույնիսկ եթե մենք հիմա հասնենք ամենավերջնական փուլի խաղաղության պայմանագիր ստորագրվի սահմանները բացվեն ու գա մի իշխանություն Հայաստանում որ ասում է լամի րոպե հա այն կարգին հաղորդումի կարգախոսով բա այս հարցը եւ սկսում ենք չեղարկել իհարկե մենք երաշխիք չունենք որ եւ տրամաբանական է երևի որ այլ զարգացումներ կարող են լինել բայց եթե դու տեսնում ես հնարավորություն այս փուլում ինչ որ ձևով ազդել այս գործընթացի վրա դրականորեն եւ կարծում ես որ իսկապես կա նման հնարավորություն հարցերը լուծելու հարցերի մի մասը լուծելու իմ կարծիքով պետք է փորձել եւ իմ սկզբունքն է սա որովհետեւ մենք ոչ միայն երաշխիք չունենք իսկապես ու ընդհանրապես բոլոր այն նաեւ բարդությունները բոլոր այն խնդիրները որ կան հայ-ադրբեջանական հարաբերություններում իհարկե իմ կարծիքով մարդկանց մեծ մասը գիտակցում է ես որ գնացել եմ ադրբեջանցիների հետ հանդիպման գնացել եմ Արցախցի տաքսու վարորդ եւ մենք զրուցում էինք ես այդ իրենց գյուղի մասին մի քիչ գիտեի հարևան գյուղերի եւ այլն հետո էլի Արցախից տարբեր բաներից խոսեցինք ու հասկացանք որ մի պահ էր որ երկուսից մոտը շատ էմոցիոնալ իրավիճակ էր որովհետեւ չենք կարող շարունակել այդ զրույցը ու շատ ծանր էր նաեւ այդ մարդուն ես օրինակ չգիտեի ինչ ասեմ որովհետեւ իր հույսերն էր որ վաղ թե ուշ պետք է վերադառնան ես այդպիսի հնարավորություն չեմ տեսնում հա ու այս ամեն ինչը իրականում միշտ էլ կա ու ես կասեմ որ հայկական օրինակ տարբեր խմբեր որ մասնակցում են հայ-ադրբեջանական այս գործընթացներին շատ լավ այս ամեն ինչը պատկերացնում են ու նաև այս ներքին կոնֆլիկտներ միշտ ունենում են բայց իմ ընկալումը ես ինչպես նշեցի որ մենք եթե վերադառնում ենք կոնֆլիկտի տրամաբանություն մենք շատ ավելի նոր հարցեր, խնդիրներ եւ ռիսկեր ենք ստեղծում, քան հարցեր լուծում ենք։ Այսինքն այն հարցերը, որ կուտակվել են, անհնար է լուծել իմ պատկերացմամբ, եթե մենք խոսում ենք անցյալից, եթե մենք խոսում ենք Ղարաբաղի կոնֆլիկտից, արցախցիների վերադարձի իրավունքից եւ այլն։ Եվ եթե այս փուլում մենք փորձենք դա անել, մենք ոչինչ չենք ստանալու։ Իմ կարծիքով նաեւ ապագայում դա անիմաստ է, որովհետեւ ես չեմ պատկերացնում Հայաստանում արդեն մի սերունդ ապրած կամ երկու սերունդ ապրած արցախցու, որ կցանկանա վերադառնալ այլ պետություն արդեն, որտեղ միջավայրը փոխված է լինելու։ Ադրբեջանի վերահսկողության գտնվող Արցախը արդեն։ Դե արդեն ուրիշ պետություն է իր կարգերով, նաև դեմոգրաֆիկ պատկերն է փոխված լինելու եւ հետեւաբար մի կոնֆլիկտի արդյունքները, որ շատ ծանր են նստել Հայաստանի վրա, շատ ծանր են նստել Ադրբեջանի վրա, փորձելով այլ այս վերականգնել ինչ որ մի ժամանակի պատկեր մենք շատ ավելի մեծ ռիսկային դաշտ ենք մտնում ու կարող ենք վնասել այն ինչ կա Հայաստանի Հանրապետության տեսքով, հա, ինչքան էլ պաթետիկ է դա հնչում, սա իմ մոտեցումն է եւ ես համարում եմ, որ բոլոր հնարավորությունները հիմա պետք է օգտագործել հենց այս դաշտում, հասկանալով բոլոր այդ բայցերը, բոլոր ենթատողերը, ենթատեքստերը եւ այլն եւ այլն։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Սամվել Մելիքսեթյանին։